Քրիստոնյան առանց խոնարհության չի կարող ապրել այս աշխարհի մեջ։ Տերն ասում է, ես ում մեջ պիտի բնակվեմ, թե ոչ խոնարհների եւ հեզերի։ Ուրեմն խոնարհությամբ ես դու նաև հրավիրում Քրիստոսին, որ գա քո մեջ բնակվի։ Եթե խոնարհություն չունես, դու կարող ես մարդկանց առջև ձևացնել, որ դու խոնարհ ես, բայց իրական դու ներսից անվարտանվալ լինես։ Ունենք Եփրեմ Ասորի նշանավոր եկեղեցական հայր ասում է, ես արտաքինից պահեցող եմ, բայց ներքից ագահ եմ։ Ես աղքատասեր եմ, բայց ես իրականում ատում եմ աղքատն, այսինքն շատ մարդիկ կան այսպես մեր կյանքում, որ ի ցույց մարդկանց այդպես ապրում են, բայց ուրիշի լույսը խավար են ներկայացնում, իրենց մեջի խավարը լույս են ներկայացնում։ Սա է խնդիրը բարոյականության, որ դու նաև դիմացին մարդուն ճիշտ գնահատես, սիրես։ Եվ ամբողջ քրիստոնեական մեր կյանքը հիմնված է ճշմարիտ սիրո վրա։ Առանց այդ հոգևոր սիրո դու չես կարող հասկանալ, թե Տերը ինչ զոհաբերություններ քեզ համար։ Աստված իր ամբողջ փառքը երկնքում թողել է, ցած է իջել, մերպես մարդացել է, ինչպես մեղավորին